ուրեմն Բուդապեշտի аэропորտում եմ, ասի գնամ հաց ուտեմ, այդ սենդվիչ ծախողը դե аэропորտի գներ եմ, բայց իրանց հունգարական ֆլորինտ փողով է էլի գրած, ասի հլը տեսնեմ այդ ինչքան է, հաշվեցի, տեսնեմ անոմա 12.60 ինչքան եվրո, դե պատվիրեցի, ասեց հունգարական ֆլորինտ ունես մուծեց, ասի չէ, մենակ եվրո է, ասմա ոչինչ, 15 եվրո մուծի, ես հաշվել եմ, որ 12 քանիս է, ասում չի 15, ահա, 15 եվրո է անում, ասի լավ, դերքո այդ քարտով մուծեմ բանկի, բայց չէ, եվրոյով էլի կարանք ընդունենք, ասի չէ, դուրքո քարտով մուծեցի, հետո նայեցի 13.30 է քաշել, բայց մինչև էդ էլ հետաքրքիր եղավ, արդեն Բրյուսելի аэропորտում, որտեղ պետք է կանգնացնեի մեքենան, դե ես նախորդ ռեզերվ էի արել պարկինգը, ու նավշակի ամբողջ օրվա համար արել էի, այսինքն գիշերվա 1-ից սկսած տենց արել էի ամսի 23-ի, հիմա եկա այդ aeroporti բանի այդ պարկինգի դռները փակ են, ու աշխատող է ներսը, ասում եմ բացի մտնեմ, ասում է չէ, ես դուրս եմ գալիս, հետո դուրս եկավ, ազգանունն է ասում ես մարդը դու ես, ես ավտոյը, որ ռեզերվ ես արել, ասում եմ հա, ասում եմ բա մենք քեզ ժամը 1-ին էինք սպասում, ասում ժամը 1-ին էինք սպասում, ես ժամը 1-ից ռեզերվ էի արել, 2 էինք գա, հիմա եմ եկել, 12-ն է արդեն, ասում է լավ, գիտենք, որ հայերը ուշանում են, ասի խիդու ինչ ազգ ես, հետո արամ է, գիշերվա 1-ից ռեզերվ եմ արել, 12-ի կոմերը եկել եմ, ասում է գիտենք, որ հայերը ուշանում են, Ատենց, ասեց ես հայ կոլեգաներ ունեմ, շատ եմ իրանց հետ շփվում, գիտեմ, որ միշտ սիրում եք ուշանալ, ասի դե ես անգամ ուշանալու դեպքը չէր, ես պրոստը ռեզերվ էի արել նավշակի շուտվանից, հիմա եմ գալի, ատենց, հիմա էլ ես Հունգարիայի aeroportum էին ուզում, խապած լինեն, տնաշենները, Են որ ասում է սատանի մայլը նեկի քանդր բաժեն ուզում խաղան, բա, ատենց